Քրիստոսով եղբայրներ քույրեր, սրտանց չասենք փառքաստություն։ Փառքաստություն Տեր Հիսուս Քրիստոսին։ Տերը ձեզ շատ օրհնի։ Որ եկել եք մեր ճոճով միասին սրտերդ բացեք Տիրոջ առջև։ Կատարի իսկական Պենտեկոստի։ Ի կատարի Պենտեկոստի նախանձավոր եղեք, միզանշան բարեկախված։ Ինչի համար Պողոս առաքյալն ասում է, ջանքի մեջ թուլասիրտ լինեք։ Մարդիկ թուլասիրտ լինում ջանքի մեջ, հոգով բորբոքվեք, Տիրոջը ծառայեցեք, հոգով բորբոքվել է, դա սուրբ կողեցվել։ Տեսնեք ինչ է գրած բոլորիս համար ուզում ենք կարդալ, Հովան ավետարան, Անդրանիկ եղբայր անդրադարձավ կարճ, 16-րդ գլուխ ուզում ենք կարդալ 7 խոսքից, Հովան ավետարան 16-7-ից, բայց ես ճշմարիտը կսեմ ձեզի, աղեկը ձեզի, լավ է, ձեզի եթե ես երտամ, քանզի եթե ես չերտամ, մխի տալիճը ձեզի չի գա, ապա եթե երտամ, զանիկա ձեզ կղրկեն, և ինքը գա, աշխարհը պիտի հանդիմանի մեղքի համար, արդարության համար, դատաստան համար, եղբայրներ քույրեր, ինչքան կարևոր է սա, Տերն ասեց ես գնում նրա համար, որ ուղարկեն Սուրբ Հոգին, Սուրբ Հոգին մխի տալիչ հոգի է, Սուրբ Հոգին զորության հոգի է, Սուրբ Հոգին առաջնորդող հոգի է, գալիքները մեզ պատմող, մեզ զորություն տվող, մեզ հաղթություն տվող, առաքյալն ասում է Սուրբ Հոգին և զորության հոգի է, և զգաստության և սիրո հոգի է, այսինքն դա պետք է դրսևորվի, երբ որ Սուրբ Հոգու զորությունը գործի, Տիրոջ խոսքը պետք է կատարվի ինչպես առաքյալները տարել, բոլոր տարում եղել է, կլիներ ինչեր, ով կարող է հիշել, զորության ժամանակ ինչ է հայտ գալիս, մարգարեություն է լինում, հայտություն է լինում, հրաշքներ է լինում, սկանչելիքները Տիրոջ երևում են, առանց Սուրբ Հոգուն ովքեր տեղ չտան Սուրբ Հոգուն, իրանց կյանքում փոփոխություն չի լինի, ուզեք թե չուզեք, եղբայրներ հինօգտում էր այդպես եղել, երբ որ գրված է Սամվելը Սամուելին ասեց, և քո վրա Տիրոջ հոգին պետք է գա, դա մարգարեների խմբի մեջ կամ ասեց ինքը մարգարեանան, որտեղ ինչի համար մարգարացավ, Սուրբ Հոգին իջավ Սամուելի վրա, գրված է նա ուրիշ սիրտ ունեցավ, լրիվ փոխվավ ուրիշ մարդ դարձավ, բայց որ Սուրբ Հոգին հեռացավ, նա դարձավ ուրիշ մարդ, հիշում եք ինչ արեց, Դավիթն ուզում է սպանել, ես մի հատ կարևոր բան ասեմ, այն հավատացյալները, որոնք Սուրբ Հոգով առաջնորդում են, մարմնավոր կյանք չեն կարող ապրել, այն հավատացյալները, որ Սուրբ Հոգով լեցված են, երբեք չեն կարող իրար վնասել, վիրավորել, կոպտել, չարանալ, արարգել, մեղադրել, բամբասել, չարախոսը դες բան չկա, եղբայրը դες բան չկա, արդեն հոգինիկն է կառավարում, արդեն հոգնին իրան է տանում, ինչ արեցին, փղեշտացիները տապանակը գերի վերցրին տապանակը, տարան իրանց դագոն կողքի կողքը դրին, դագոն կողքի կողքը, հարավոտ իրան տեսան, դագոն ընկած արձանը, ընկած է գիտուկ իրան դեր չարը մեջ գրա, էդի չի գրած, եթե պրնեցին դորից իրան տեղը դրեցին, մյուս օր է դուրս եկան, տեսան, որ դագոն ընկել է, կտորներ է դարձել, քանիքում ասնուներ, երբանիր քույրեր, զգուշ եղեք, Սուրբ Հոգուն մի տրտմացրեք, Սուրբ Հոգին նրա համար է, որ եկել է, որ մեզ զորացնի, մեզ մղի տարի, մեզ լեցնի եղբայրեր քույրեր, մեզ կառավարի առաջնորդի, գարիքները մեզ պատմի, բարեխոսում նա գրված է Սուրբերի համար, ովքեր տեղ է տալիս, ովքեր մկրտված չի նախանձավոր եղեք, խնդրում եմ նախանձավոր եղեք, այդպես միավորեք, ասեք Տեր, ոնց կլանան Սուրբ Հոգով, մկրտության ես քայլ եմ ապրել, նախանձավոր եղեք վերջում որ պիտի կանչել նորադասներին, նախանձավոր եղեք այսօր լինի արդյունության օր, ապաշխարության և Սուրբ Հոգու մկրտության և լեցունության օր լինի, Կորնելիոսի նման նախանձավոր եղեք, Կորնելիոսը երբ որ հրեշտակ իրան ասեց, որ Պետրոսին պիտի կանչվի, ինքը մենակ իր մասին չմտածեց, դուք էլ ձեր մասին մի մտածեք, բայց իր ընտանիքի մասին ով պիտի մտածեք, ձեր բարեկամների համար ով պիտի մտածեք, Կորնելիոսը հավաքեց իր ամբողջ բազկ բարեկամ, բոլոր հարազատներին տունը լիք լցվեցին, Պետրոս առաքյալը Գեբորսես խոսել և ինքը վկայեց, Հիսուսը, որը Նազարեթ էր, որ Աստված ուծեց Սուրբ Հոգով
Եվ պետեցավ բարի կնելով և սատանայի բոլոր տանջանքները բուժելով։ Մի անգամից իջավ Սուրբ Հոգին, բոլորը մկրտվեցին Սուրբ Հոգով։ Համաձայն եք հավատում եք, որ տեսել է։ 6 հատ եղբայր իրար է տարի հրեան։ Ամտացավ եղբայրներից էր տարի Պետրոս Ավակյանը, հետարքերը, նրանք զարմացան, ասին «Յա, ոնց»։ Հետանոստների գիտեք չէ, նկատում ինչքան վատ են տրամադրում։ Նրանց հետ հացեր չեն ուտում, մի սեղանից հար չեն ուտում հրեաները։ Համարում են պիղծ անմաքուր ժողովուրդ, անօրենք ժողովուրդ։ Բայց 6 եղբայրները զարմացան, ոնց։ Հետանոստների վրա էր Սուրբ Հոգին ջան, ինչպես մեր վրա։ Եվ բռնեցին մկրտությունից հետո ջրով մկրտեցին բոլորը։ Աստված տա, բոլոր ընտանիքները դառնան Կոռնելիոսի տուն համաձայն։ Ասեք ամեն։ Եղբայրներ նախաձայնել եք, որպեսզի ոչ մեկը դուրս չմնա, Տիրոջ փառքը լինի։ Տիրոջ զորությունը գործի։ Մենակ չէ Սուրբ Հոգին մեր մեջ չի համար, որ միայն օտար լեզուով խոսենք, այլ դրա համար, որ առաջնորդի մեզ Սուրբ Հոգին։ Հոգով գնանք, մարմնի գործերը չպետք է։ Հոգով չգնացինք, մարմնավոր գործերի յարդ կգա, մարմնավորությունը գնողը բարձրացնի։ Եղբայրներ քույրեր, այո, շատ կարևոր է սա։ Թող Աստված զորացնի ձեզ։ Տեսեք, եթե մենք նայում ենք իրոք, որ Մարգարեն տես ինչ ասում։ Մարգարեն երբ որ կարդում ենք Եսայի Մարգարեն ասեց, որ այո, ինչպես Տեր Հիսուսը գրάει Տիրոջ Հոգին, ինք իր մասին վկայեց Քրիստոսը, Տիրոջ Հոգին ին վրայից, ձեզ ուղարկեց այսինքն անտարանը քարոզելու, գերիներ ազատելու, կորիրեի տեսություն շնորհելու համար։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, անվախության հոգի է դա, Սուրբ Հոգին աշխարհից մեծ է, գրված է, ես չեմ ասում։ Մեր միջին աշխարհից մեծ է, եթե դա Սուրբ Հոգին, որ աշխարհից մեծ է, մարդը ինչից պետք է վախենա։ Մասահոս մեջ գրված է, թեև մավան շուքի զորի մեջ է, պտտեն, այսինքն ման գան, ոչ թե միանգու կանգնի վախից, պտտեն, չարից պետք է չվախենա, որովհետև դու ինձ ես, որտեղ Սուրբ Հոգին ինձ օգնում է։ Տեղ տվեք, ձեր մեջ եթե կան սովորաբար ինչ-որ բանից վախենում են, որ նշանակում դուք չեք հավատում, որ ձեր միջին աշխարհից մեծ է, փոխանակ ձեզանից վախենում, ձեզանից վախենում, ձեզանից քաշվեն, ձեզանից ճանաչեն, ասենք ձեզանից սարսափեն, որտեղ ձեր մեր միջին է դա, մեր միջինը։ Եղավ, եթե դուք կամ գովատացյալ են, որոնք ինչ որ բանից վախենում են, նշանակում է իրանք ասած սրտանց չեն հավատում, որ Սուրբ Հոգին զորության հոգի է։ Տեսեք, եղբայրը նա ակնարկեց։ Սամսոնի վրա այդ հոգին որ չլիներ, Սամսոնը անվախ չէր լինի։ Ով կարա Սամսոնի հետ մի բանով վնասել, չեն կարող։ Ինչքան մարդկանց զինվորներով չեն կարող վնասել։ Ամբողջ քաղաքի դարմասը մենակ ինքը շարալից տարակցեց Սարալանջը։ Բայց որ մեղքին տեղ տվեց, ինչ եղավ արդեն Սուրբ Հոգին հեռացավ։ Դավիթի վրա դա եւ պատան լինելով, սա ամբողջ Իսրայելը զինվորները Սամուելից սկսած բոլոր վախենում են, դուրս գան Գողիաթի հետ։ Բայց ո՞նց հասկանան դա։ Որտեղ անվախության, հոգի, զորության հոգի Դավիթի վրա էր։ Պարսատիկով մի հատ պարսատիկ։ Այդ քարը դա մենակ որ ինչքան ուժեղ գնար, այդ սաղավարտի կպրել, դա մենակ ձայն կգար, կգներ գետի։ Ճակատի մեջ չի մտի, բայց քանի որ քարը Սուրբ Հոգին տարավ։ Թող Աստված զորացնի բոլոր ժամանակներում, որոնք որ սովորաբար Սուրբ Հոգով աղոթք են տվել, զորությունը միշտ գործել իրաց կյանքի մեջ։ Եղբայրներ քույրեր գործել է։ Մեր ավակ եղբայրից ասած պոեզի մեջ կանգնած ենք, որ կանգնած զրուցում ենք, միջանցքում, մի հատ հանձնավորություն, շատ անհանգիստ է, շատ անհանգիստ չէ, ոնց ասած ոնց ուզում եմ ինչ-որ մի բան, վազի, ասեն դուրս գա, ասում պարզվեց, որ չարով բռնված է, երկու եղբայր կանգնած են, արդեն կանգնել է պոեզիոյի կապ պետք է իջնի, մեր միջով վախենա որ անցնեն, մի կերպ ասում եմ, տեսակ, պոկվեց հախավ գնաց, որովհետև նորից եմ ասում, խավարը ինչ պետք է անի, խավարը պետք է չի կարիչ չի։ Մեր միջի լույսը դա Սուրբ Հոգին է, թող Աստված օգնի։ Եղավ դրա համար խնդրում եմ ձեզի, Սուրբ Հոգու աղոթքի տեղ տվեք, ձեր անձնական աղոթների մեջ, որպեսզի Սուրբ Հոգով լեցվեք, զորությունը գործեք, որտեղ Տիրոջ Հոգին այնտեղ ազատություն կա, իսկ որտեղ Տիրոջ Հոգին չի գործում, այնտեղ ազատություն որտես լինի, բժշկություն որտես լինի, հրաշալիքներ որտես լինեն։ Ես մի հատ էլ խնդրված կունեմ, աղոթեք եկեղեցու պարգևների համար, եթե չաղոթեք ձեզ չեմ ասել, աղոթեք պարգևների համար, բժշկության պարգևը գործի, վարքավիճան պարգևը գործի, հայտության պարգևը գործի, լեզուների պարգևը գործի, թարգմանության պարգևը,
Իմ Աստվածաշնչի վերջում մի տեղ կարդամ պիտի պատրաստենք աղոթքի։ Շատ տարի առաջ եղել եմ Մոսկվայում եղբայրերի համագումար էր։ Երեխեք վերջեր եղբայրություն այնտեղ էր։ Հետարքեր է, տեսեք, մեկը լեզուների պարգև ուներ։ Լեզուների պարգև գիտեք, չէ՞։ Լեզուների պարգևի ժամանակ ինչ պետք է լինի, թարգմանություն էր լեզուների պարգևի ժամանակ։ Երբ որ եղավ էդի լեզուների պարգևը գործեց, մեկը կողքի կանգնած թարգմանում էր։ Բեմի վրա կանգնեցրեց, եղբայրը պարգև ուներ։ Լեզուներով կարճ խոսում էր, նա թարգմանում էր։ Խոսում էր, ասում էր, ճասում Սուրբ Հոգին լեզուների միջոցով։ Եվ իմ մոտ հայերեն թարգմանվեց։ Այս բոլորիս համար կարակ ձայնագրեք, ձեր համար օգուտ կնի լսեք միշտ։ Ժամանակը մոտ է։ Ես ուզում եմ, որ ժողովուրդը սրբանա։ Ես կանցնեմ ժողովրդի միջով և կլեցնեմ զորությունով։ Ես կտամ ճշմարիտ զորություն և իշխանություն։ Շատերը կտեսնեն իմ զորությունը և կփառավորեն ինձ։ Ժամանակը շատ մոտ է։ Ես շուտով գալու եմ, սրբեցեք և սրբացրեք ժողովուրդը։ Եղբայրներ քույրեր, սա խոսքեր է, որ ուղղված եղբայրներին, որպեսզի ժամանակ փոխանցեն եկեղեցուն։ Եղբայրներ քույրայով կտամ ճշմարիտ զորություն և իշխանություն, որտեղ Տիրոջ զորությունը գործում է, այնտեղ բժշկություններ, նշաններ, հրաշքներ լինում, մարգարեություններ լինում։ Սուրբ Հոգու գործը հայտնապես երևում է։ Եղբայրներ քույրեր, ինչի եք նախանձավոր չլինեք։ Սիրո հետևից գնացեք, պարգևներին նախանձավոր եղեք։ Եղավ հիմա խնդրված կան։ Մի համաչեք նորադարձների դեկան։ Առաջի կարևոր բանը, որ երկինքը ձեզ համար պետք է ուրախանա, հրեշտակները։ Եթե նորադարձներ կան, առաջ թողան, մենք իրանց համար պետք է աղոթք կանենք։ Այդ աղոթքը շարունակվելու է եւ իրանց համար, իրանց ընտանիքների համար, մեկ ու եղբայրների ընտանիքների համար, որտեղ ապաշխարությունները դեռ չկան, կամ ոմանք դեռ չեն ապաշխարել։ Բոլոր մնացած հոգսերի համար, բայց հավատքով։ Հնարավոր է այսօր կարող է ոմանք մկրտված չեն, նախանձավոր եղեք, խնդրեք, որ Սուրբ Հոգին իշխի, դուք եք մկրտվեք։ Եղավ օրինակենական վերջը ռայոն են գնացել, մի հատ եղբայր ասում է, տղա եղբայր էր, ասում է, ես ասում եմ, ժամանակ մասնակցում էի, Սուրբ Հոգով չէի մկրտվում։ Ասում եմ, տիկինը նոր եկավ հավատքի մեջ, մի անգամից մկրտվավ, լսի, Տերես որ չհասկացա, ես ապաշխարել, իմ կերն կնկան Սուրբ Հոգի տաս, ոնց կլինի, հետո ասնած իրանել է մկրտվում, և նախանձավորություն տաղացավ, եղավ կանգնեք Տիրոջ առջև